Մենք ընտանիքի անդամներով տուժել ենք Hello-Bit ներդրումային հարթակից։ Ես դարձել եմ City Bike-ի խարդախության զոհը։ $1000 ներդրեցինք եւ չկարողացանք կանխիկացնել։ Մեր ընտանիքից 400,000 դրամ կորել է։ Ներդրումային խարդախություններից տուժողները բազմաթիվ են։ Մարդիկ շահույթի սպասումով տարբեր չափի գումարներ են ներդրել, փոխարենը հետագայում չկարողանալով կանխիկացնել նույնիսկ իրենց ներդրածը։ Լուսինեն 3 տարի առաջ City Bike-ից է տուժել, պատմում է առաջարկները իրական էին թվում, ամեն խոսքը հավատ էր ներշնչում։ Տեքրս եկավ, ասեց, որ կարանք անենք, իրանք կապնվում են ամերիկյան ինչ-որ գործականների հետ եւ իրական բանա հետի կարող է շատ մեծ եկամուտ բերի, ես մեկ, ոչում ինքը դրեց այդ գումարը 200,000, մի օր եկավ, ասեց կուզես դնեմ, ասեցի դե լավ կդնենք, տեսնենք ինչ է լինում։ Օրվա ընթացքում պետք է որոշակի առաջադրանք կատարեին, որ գումարն ավելանար։ Որոշ ժամանակ անց, երբ ցանկացել են գումարը վերցնել, չի ստացվել։ Ավելի շատը դրա վրա եմ հենված, էլի ինչ որ մի բան կիրառեն, որ դրա դեմը առնվի։ Միակ ցանկությունս ավելի շատ այդ պարագայում է, քան որ ասում հույսեր չունեմ, որ կարամ հետ վերադարձնեմ։ Եթե վերադարձվի, շատ ուրախ կլինեմ։ Ժաննան էլ ամիսներ առաջ Hello-Bit-ից է տուժել։ Ընտանիքով 6 հոգով էին ներդրումներ կատարել։ Կատարեցինք մեր առաջին ներդրումը $1000, մեկ ամիս անցավ, մոտ 40 օր անցավ, կարողացանք կանխիկացնել, տեսանք, որ կանխիկացումը իրականացվում է, հա, նորմալ է, մյուս անդամներով էլ ներդրեցինք։ Սակայն օրեր անց հարթակը պայթեց, գումարն էլ կանխիկացնել չստացվեց։ Օրինակ ես որ հավատացել եմ, որ օրենքն եմ խախտել, որ հավատացել եմ, ու նույնը հարյուրավոր մարդիկ, հազարավոր մարդիկ գումարներ են կորցրել, ինչի համար։ Չէ, որ օրինակ փողոցում թեկուզ խանութների վրա օրինակ տեսել են հայ Hello-Bit-ի պաստառները։ Մարդիկ նշում են հանրապետության տարբեր վայրերում երկար ժամանակ պաստառներ են եղել փակցված։ Մարդաշատ վայրերում, սուպերմարկետների առաջ, վարսավիրանոցների առաջ եղել են փակցված գովազդներ, ինչը չի վերահսկվել պետական մարմինների կողմից եւ պետական հիմնարկություններում, ասենք օրինակ դպրոցներում, մանկապարտեզներում քաղաքացիներին, երեխաներին հատկապես նվերներ են տվել, որ վրան փակցված ա եղել այդ հանցավոր գովազդները, հա, ասենք օրինակ TSQ, ասենք օրինակ Hello-Bit։ Ըստ իրավապաշտպանի, սրանք են եղել պատճառները, որ մարդիկ հավատացել եւ վստահել են ներդրումային կազմակերպություններին։ Կարագոզյանն այս խնդրով հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն։ Դիմել ենք դատախազությանը, որպեսզի բացահայտեն, թե պետական որ մարմինն էր, որի անգործության հետևանքով ներդրումային խարդախությունները այսքան մեծ տարածում են գտել Հայաստանի Հանրապետությունում։ Գլխավոր դատախազությունից լուրերին տեղեկացրին, Մհեր Կարագոզյանի ներկայացրած հաղորդումը քրեական վարույթի շրջանակում դարձել է քննության առարկա։ Քննչական կոմիտեից էլ հայտնեցին, Hello-Bit կոչվող ֆինանսական բուրգի մասով քրեական վարույթ է իրականացվում։ Ձեռք բերված տվյալներով գովազդային պաստառներ փակցնելու համար նաև անձանց տրամադրվել են տարբեր չափի գումարներ։ Տարբեր վայրերում, օրինակ դահլիճներում, ռեստորաններում կազմակերպվել են քննարկումներ, որոնց ժամանակ գովազդել են Hello-Bit TSQ ներդրումային հարթակները։ Նշված հարթակների լոգոները փակցված են եղել նաև մի շարք անձանց տրանսպորտային միջոցների վրա։ Միջնորդագրեր են ուղարկել համապատասխան պետական կառույցներին, միջոցներ ձեռնարկելու, պարզելու հանցագործությունների պատճառները։ Իրավապաշտպանը նշում է, որ ընդհանուր ներդրումային խարդախություններից տուժած մոտ 700 անձ է դիմել իրեն։ Նախորդ տարի 5 զանգերի կենտրոն է բացահայտվել Հայաստանում, որոնք թիրախավորել էին օտարերկրյա քաղաքացիներին եւ նրանցից գումարներ հափշտակել։ Իրավապաշտպանը նշում է, նրանցից առգրավված գումարները կարող են ուղղվել ներդրումային խարդախություններից տուժած Հայաստանի քաղաքացիներին։ Չէ որ մի դեպքում, մեր դեպքում չեն գտնում հանցագործներին, որովհետև հանցագործությունները տեղի են ունեցել դրսից։ Մյուս դեպքում, երբ որ մեր քաղաքացիներն են հանցավորություն իրենց թույլ տվել, տուժողներին չեն կարողանում գտնել, չէ՞ այս դեպքում էլ։ Սրանք ըստ էության նույն հանցագործ խմբավորումներն են, պարզապես տարբեր երկրներում են աշխատում, սրանք նույն բուրգի, նույն հանցավոր սխեմաներն են, կարելի է այդ գումարները մանավանդ, որ սա պետական պարտականություն է։ Քննչական կոմիտեից հարցին այսպես են պատասխանում. Որպես հանցավոր ծագում ունեցող գույք ՀՀ պետական բյուջե է վճարվել շուրջ 877 միլիոն 500 հազար ՀՀ դրամ գումար, սակայն հիշյալ քրեական վարույթների նախաքննության ընթացքում որևէ փաստական տվյալներ չեն ստացվել այն մասին, որ ՀՀ քաղաքացիների նկատմամբ իրականացված ներդրումային խարդախության վարույթով անցնող անձինք
փոխկապակցված են հիշյալ քրեական վարույթով ներգրավված մեղադրյալների հետ։ Ուստի նման պարագայում բացակայում են բոլոր օրենսդրական կարգավորումները հիշյալ քրեական վարույթները մեկ վարույթում իրականացնելու համար։ Քննիչի խոսքով սա է պատճառը, որ գումարը չի կարող վերադարձվել ներդրումային խարդախությունից տուժած քաղաքացիներին, քանի որ այդ վարույթները փոխկապակցված չեն, բացի այդ գույքի բռնագրավման ու բռնագանձման որոշում կարող է կայացնել միայն դատարանը։ Քանի հաղորդում է ստացել քննչական կոմիտեն ներդրումային խարդախություններից տուժած անձանցից, կոմիտեից նշում են, առանձին վիճակագրություն չի վարվում։ Քննիչը տեղեկացրեց, նախաքննությամբ կատարվում են հարցաքննություններ, միջոցներ են ձեռնարկվում բանկային եւ հարակից գաղտնիք կազմող փաստաթղթերի եւ առարկաների ստացման համար։ Այդ թվում նաև տարբեր օտարերկրյա պետություններում գրանցված կրիպտոակտիվային դրամապանակների օգտատերերի ինքնությունը բացահայտելու ուղղությամբ մի շարք քննչական փոխօգնության իրավական պահանջներ են ուղարկվել, որոնց միայն ստացմամբ եւ գնահատմամբ հնարավոր կլինի պլանավորելու քրեական վարույթի նախաքննության հետագա ընթացքը։ Իսկ արդյոք տուժողները կկարողանան կորցրած գումարը հետ ստանալ։ Քննիչը պատասխանում է. նախաքննության ընթացքում պետք է պարզել եւ բացահայտել վնասի բնույթն ու չափը, ձեռնարկել միջոցներ հանցագործության արդյունքում ստացված գույքը բացահայտելու ուղղությամբ, նաեւ համապատասխան իրավական նորմերի շրջանակներում կիրառել գույքի արգելադրման ինստիտուտ, որ հետագայում դատաքննության փուլում ապահովի տուժողի իրավունքների իրացումը։ Խոսքը վերաբերում է մասնավորապես տուժողի կողմից հիմնավորված գույքային հայց ներկայացնելուն, գույքային հարցի շրջանակներում իրեն պատճառված վնասի փոխհատուցումը պահանջելուն եւ այն իրավական կարգավորումներին համապատասխան ստանալուն, այսինքն վարույթի ընթացքում վարույթ մարմնի խնդիրն է բացահայտել այդ գույքը եւ նաեւ արգելադրել այդ գույքը, եթե կան համապատասխան իրավական հիմքերը, իսկ արդեն տուժողը պետք է իր գույքային հայցով դիմի դատարան, որպեսզի եզրափակիչ դատավարական ակտով արդեն իսկ դատարանը որոշում կայացնի մեղադրյալից բռնագրավված գույքի տնօրինման հարցին։ Ներդրումային խարդախությունների գործերով դեռևս որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ։ Օրեր առաջ Կենտրոնական բանկը հրապարակեց հայտնաբերված անձանց ցանկ, որոնք առանց Կենտրոնական բանկի համապատասխան լիցենզիայի հանդես են գալիս տարբեր ֆինանսական ծառայությունների մատուցման առաջարկով։ Հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական ծառայությունների մատուցումը կարգավորվում է օրենսդրությամբ եւ նման գործունեություն իրականացնելու իրավունք ունեն միայն Կենտրոնական բանկի կողմից լիցենզիա ստացած կազմակերպությունները։ Զեղծարարություններից եւ ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք օգտվել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններից։ Երկրի գլխավոր դրամատնից հորդորում են նման կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություն ունենալու դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին։ Լիանա Խաչատուրյան, Սեյրան Անտոնյան, Մհեր Կիրակոսյան եւ Սևան Գևորգյան, Կիրակնորյալ լուրեր։